Այս ընթացքում սովորել եմ չափել կուժերը, սովորել եմ դիմանկարներ նկարել և ուրիշ բաներ։ Մոնիկան Գյումրիի հայորդաց տուն է հաճախում հոկտեմբերից։ Գեղարվեստի խմբակում 43 սան կա։ Դեռ չբացված հաստատության ղեկավարությունը տարբեր խմբակների համար ավելի քան 300 հայտ է ստացել։ Դեկտեմբերի 4-ին ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հայորդաց տունը պաշտոնապես բացվեց։ Վեհափար Հայրապետը շրջում է սենյակներում, ծանոթանում երեխաների համար ստեղծված պայմաններին։ Մենք տեսանք երեխաներին, տեսանք, թե նրանք որքան ուրախ են, իրենց դեմքերի վրա տեսանք ծաղկած ժպիտներ, որը փոխանցվեց նաև մեզ։ Եվ վստահ եմ, որ յուրաքանչյուր գյումրեցի մոտ գործելով այս հաստատությունից ներս պիտի ցնծություն և ուրախություն ապրի, տեսնելով երջանիկ իրենց զավակներին։ Մենք էլ պիտի շարունակենք մեր խնամքի և հոգացության մեջ պահել այս հաստատությունը և բոլոր անհրաժեշտ պարագաները ապահովենք իրենց ուսման, իրենց աշխատանքի համար։ Երկու ամսում ձևավորվել են հայորդաց տան նկարչության, պարի, քանդակագործության, նախադպրոցականների համար նախատեսված խմբակները։ Շուտով կգործի նաև անգլերենի խմբակը։ Տնօրենն ասում է, կլինեն նաև այլ դասարաններ։ Կարողացավ կայանալ, 2 ամսվա ընթացքում դարձել է իսկապես ապրող իրականություն, որի համար մենք իհարկե շատ ուրախ ենք և հպարտ ենք։ Անընդհատ համալրվում են սաներով, ամեն օր գրեթե դիմումներ ենք լրացնում տարբեր դասարաններում սովորելու համար և բնականաբար պահանջարկի դեպքում կավելանան նաև այլ դասարաններ, որոնք իհարկե առայժմ նախատեսված չեն։ Շատ գոհ եմ, մի ամիս է գալիս, բայց շատ և գեղագիտական ճաշակն է զարգանում երեխայի և շարժուձևը և որպես մայր ես շատ ուրախ եմ, որ իմ երեխան հաճախում է նման հաստատություն։ Գյումրիի հայորդաց տան կառուցումն սկսվել է դեռևս 2007 թվականին։ Շենքը նախկինում սպայի տուն է եղել։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հիշում է, թե ինչ դժվարություններ են հաղթահարել շենքը ձեռք բերելու պահից սկսած մինչև շինաշխատանքների ավարտը։ Այն պատկանել է ռուսական ռազմաբազային, երկար բանակցությունների արդյունքում անցել պաշտպանության նախարարությանը։ Նախարարությունն էլ շենքը նվիրել է մայրաթոռին և միայն դրանից հետո է հնարավոր եղել սկսել շինարարական աշխատանքները։ Իսկ աղետի գոտում հայորդաց տան կարիքը շատ էր զգացվում, ասում է հայոց Հայրապետը, գյումրեցի երեխաները պետք է նման օջախ ունենային։ Մինչև այսօր իմ հիշողության մեջ մնում է թար, ոգևորիչ, ներշնչող պատկերը երկու փոքրիկ գյումրեցիների, որոնք վրացական պարպարեցին, բայց այնպիսի կրակոտությամբ, այնպիսի խանդավառ ոգով, որ բոց ու կայծ էր դուրս գալիս այդ երեխաների շարժումներից։ Եվ ես վստահ եմ, որ այդ ոգին այստեղ պիտի ապրի և պիտի գործի։ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ելույթի խոսքում նշեց, թե ինչպիսի կարևորություն ունի հոգևոր մշակութային կառույցը արվեստով ապրող Գյումրիի համար։ Խոստացավ, քաղաքային իշխանությունը հաստատության բոլոր նախաձեռնություններին աջակից կլինի։ Աջակից կլինենք ամեն ինչով և խոստանում եմ, վեհապարտեր, եթե այստեղ տեղ տա, մեկ հատ գրադարան ես կբերեմ և հաստիկները ես կվճարեմ։ Սա նույնպես կլինի այս շենքի համար կարևոր նշանակություն ունեցող մի օղակ։ Գյումրիի հայորդաց տունը մայրաթոռի և հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո գործող 8-րդ հաստատությունն է։
Կառուցմանը աջակցել է ամերիկահայ բարերար Սանդրա Լայթներ Շահինյանը։ Աստղիկ Հակոբյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Այսօր դեկտեմբերի 5-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարարություն։ Այս հրավերը վեհափառ հայրապետը ստացել էր ուսուցիչների օրհնության օրը։ Գարեգին II-ին դիմավորեց նախարար Արմեն Աշոտյանը։ Նրանք մայրաթոռի հոգևոր դասի ներկայացուցիչների հետ շրջեցին նախարարության տարբեր բաժիններում։ Հայրապետը ծանոթացավ նախարարության աշխատանքներին։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր Տերունական աղոթքով սկսվեց նախարարության աշխատակիցների հետ հանդիպումը։ Արմեն Աշոտյանի ներկայացմամբ պատմական իրադարձություն է հայոց կաթողիկոսի այցը կառավարության շենք։ Նա պատմեց, որ եւ հոգեվոր եւ աշխարհիկ իշխանության առաջնորդները կառավարության այս մասնաշենքում տեղակայված գերատեսչություններից առաջինը հենց կրթության եւ գիտության նախարարություն են այցելել։ Կրթության եւ գիտության նախարարության համար եւ կոլեկտիվի եւ հաստատության համար պատմական օր է վեհապարտ։ Մենք քանիցս պատիվ ենք ունեցել հյուրընկալվելու մայրաթոռում եւ ձեր նստավայրում տարբեր միջոցառումների շրջանակներում փաստելով եկեղեցու եւ կրթության համակարգի սերտ կապերը։ Այս հանդիպման ընթացքում վեհափառ հայրապետին ուղեկցում էին եկեղեցական կրթական համակարգում աշխատանք տանող հոգևորականներ։ Մայրաթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ղեկավար Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Մայրաթոռի հոգևոր կրթարանների տեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Գարեգին II անդրադարձավ համագործակցության շրջանակին, որ Հայաստանի անկախությունից հետո ծավալվել է Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կրթության գիտության նախարարության միջև։ Եկեղեցու պատմություն առարկան ընդգրկվեց հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում, համալսարանում բացվեց աստվածաբանության ֆակուլտետը։ Գևորգյան հոգևոր ճեմարանը բուհի կարգավիճակ ստացավ։ Մի շարք ընթացիկ ծրագրեր են գործում, ինչպես օրինակ լավագույն ուսուցիչ մրցանակաբաշխությունը, հանրակրթական դպրոցներում քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անցկացրած տարբեր մրցույթ փառատոները եւ այլն։ Հենց այս հանդիպման ժամանակ վեհափառ հայրապետն ու կրթության նախարարը մի նոր ծրագրի մասին հայտարարեցին։ Մայրաթոռը կրթաթոշակ է սահմանելու բուհերի ուսանողների համար։ Հայոց կաթողիկոսը մինչ համագործակցության եզրերը ներկայացնելը գնահատանքի ու օրհնության խոսք ասաց համակարգի աշխատակիցներին։ Եկել ենք առաջին հերթին մեր օրհնությունը ձեզ բերելու, որպեսզի աստվածային օրհնության ներքո դուք շարունակեք ձեր ազգանվեր առաքելությունը, ձեր ծանր եւ պատասխանատու աշխատանքը ազգային մեր կյանքում։ Հայցով, որ այն լինի արդյունավոր, որ այն լինի պտղաբեր, որպեսզի մեր երկիրը առավել զորանա ու շենանա ձեր աշխատանքի արդյունքում։ Մենք եկել ենք նաեւ մեր գնահատանքի խոսքը ձեզ փոխանցել։ Գնահատանքի խոսքը նաև այն գործակցության համար, որ ձևավորվել է եկեղեցու եւ նախարարության միջև։ Նախարարության աշխատակիցները հարցեր ուղղեցին հայոց կաթողիկոսին, արտաքին հարաբերությունների բաժնի պետը հետաքրքրված էր եպիսկոպոսական ժողովի արդյունքներով։ Ժողովի ժամանակ սրբադասման կարգի մասին է խոսվել։ Հայոց եկեղեցին 400 տարի անց վերականգնել է սրբադասման կարգը։ Ընդհանրական կերպով սրբերի դասին կպատկանեն հայոց մեծ եղեռնի զոհերը։ Հաջորդ հարցը վերաբերում էր ցեղասպանության 100-ամյա տարելիցին եկեղեցու մասնակցությանը։ Սփյուռքում բոլոր միջոցառումներն են եկեղեցու շուրջ։ Հայաստանում կլինեն տարատեսակ հանդիպումներ, ժողովներ, միջեկեղեցական հանդիպումներ են սպասվում, որոնց առանցքում լինելու է ցեղասպանության հարցը։ Մասնավորապես եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի ժողովն է գումարվելու Մայրաթոռում։ 7 տարին մեկ կատարվող Մյուրոն օրհնեքի կարգը եկող տարի է լինելու։ Մեկ այլ հարց հնչեց։ Դպրոցներում եկեղեցու պատմություն առարկան տարաբնույթ մեկնությունների առիթ է տվել։ 1700 եւ ավելի տարիներ մեր ժողովրդի կյանքը ձևավորվել է, կազմավորվել է, մեր մշակույթը կերտվել եւ զարգացում է ապրել ավետարանական
պատվիրանների ու պատգամների ավետարանի լույսի ներքո։ Եվ այսօր ակնկալել, որ այդ արժեքները պետք է մաս չկազմեն մեր ժողովրդի հոգևոր կյանքի, նրանց հոգևոր բարոյական նկարագրի կերտման գործի, ես կարծում եմ այդ մասին ավելորդ է անդրադարձ ունենալ եւ խոսել եւ նշանակություն տալ այդ նման քննադատություններին։ Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը Հառիճավանքի պատկերով գեղանկար հանձնեց Գարեգին II-ին, Վեհափառ Հայրապետն էլ Տաթևացու ձեռագիր ավետարանի նման օրինակը նախարարությանը։ Աննա Թամրազյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Վերջերս Մայրաթոռում ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ պայմանագիր կնքվեց Սուրբ Էջմիածնի եւ Արդարադատության նախարարության միջև քրեակատարողական հիմնարկներում հոգեվոր ծառայություն հիմնելու մասին։ Թեև քրեակատարողական հիմնարկներում հոգեվորականներն իրենց ծառայությունն իրականացնում են արդեն 11 տարի, հոգեվորականներն այս պայմանագիրը մեծ ձեռքբերում են համարում, քանի որ այսուհետ այդ ծառայությունը իրավական հիմք կունենա։ Այսօր դե ֆակտո մամուլի ակումբում կազմակերպված մամլո ասուլիսին քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն Աբեղազարգարյանն ու Արմավիր, քրեակատարողական հիմնարկների սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ Գևորգ Սիմոնյանը խոսեցին պայմանագրի եւ հիմնարկներում կատարվելիք աշխատանքների կարեւորության մասին։ Ես նշանակվել եմ 4 տարի առաջ այդ ոլորտի պատասխանատու եւ 4 տարվա ընթացքում մեր հոգեվորականների թիվը հասավ 7-ից 8։ Այսինքն պատկերացրեք քրեակատարողական հիմնարկներում այսպես տատանվում է 4-ից 5000 հոգի դատապարտյալների քանակը եւ գումարած աշխատակազմը տարբեր հիմնարկներ, որտեղ մեր հոգեվոր խնամքը նաեւ իրենց վրա է տարածվում եւ երրորդ այսպես ասած նշանակետը քրեակատարողական հիմնարկների իրենց պատիժը կրող դատապարտյալների եւ կառավարած անձանց ընտանիքներն են։ Տեր Ռուբեն Աբեղազարգարյանը ղեկավարում է ազատազրկման վայրերում հոգևոր ծառայության գրասենյակը։ Գևորգ Սիմոնյանի խոսքով այդ գրասենյակն արդեն գրանցել է մեծ հաջողություններ։ Վիճակագրությունը փաստում է, որ հոգևոր սպասավորների շնորհիվ կրկնահանցագործությունների թիվը կրճատվել է։ 100 հոգու հաշվարկով, որոնք եւ քրեակատարողական հիմնարկում եւ հիմնարկից դուրս գալուց, այսինքն ազատվելուց հետո կապ են պահել հոգեվորականի հետ կամ անձնական մեզ հետ, այսինքն քրեակատարողական հիմնարկների հոգեվորականների հետ կամ մեր խորհրդով իրենց բնակավայրի քահանայի հետ, իմ տեղեկությամբ 2 հոգին է ետ վերադարձել։ Որպեսզի հետագայում դատապարտյալների մոտ ձևավորվի օրինապահ վարքագիծ, անհրաժեշտ է, որպեսզի այն հոգեբանական մեկուսացումը, որը առաջացել է ազատազրկումից հետո, այդ ճանապարհը փոքրացվի։ Այդ իսկ պատճառով մենք պարբերաբար հիմնարկներում անցկացնում ենք տարբեր միջոցառումներ, սպորտային, կրթական, լուսավորչական եւ կրոնական։ Մեր հիմնական նպատակը կայանում է նրանում, որ իրանք զգան, որ իրենք մեր հասարակության լիարժեք անդամն են։ Տեր Ռուբեն Աբեղազարգարյանի խոսքով յուրաքանչյուր մարդ ունի իր հավատքից բխող պահանջները եւ հոգեվորականի պարտքն է լինել այդ մարդկանց կողքին։ Մեր ծառայությունը քրիստոսաբանական հիմք ունի։ Մեր առաքելությունը դա կոչ է մեզ, որ մենք գնանք նաև այդպիսի մարդկանց մոտ, որովհետև Քրիստոս այդ նույն հատվածում ավետարանական իրեն նույնացնում է օտարականի, բանտարկյալի, սովյալի, քաղցյալի, այս խոցելի խավերի հետ։ Բանախոսների կարծիքով պայմանագիրը կարևոր է նաև եկեղեցի պետություն հարաբերություններն ամրապնդելու համար։ Դատապարտյալներին վերաբերող բազմաթիվ հարցերը կլուծվեն միայն այն դեպքում, երբ հասարակությունը, պետությունն ու եկեղեցին շարժվեն մեկ ուղղությամբ։ Մարինե Քոչարյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Իզմիրլյան բժշկական կենտրոնում օրհնության եւ խնկարկման արարողություն է։ Ավանդաբար սկսվում է շքամուտքից։
Տեր-Տաթև arczepiskopos Սարգսյանի առաջնորդությամբ սարկավագները շարականներ են երգում, խունկ վառում եւ բժշկության աղոթք կարդում հիվանդների ու աշխատակազմի համար։ Եվ բժշկեցես աղտես եւս հիվանդությունը սողբոց եւ մարնոց ծառայությունից։ Մեզ համար մեծ խորհուրդ ունի արարողությունը, քանզի մենք ստանում ենք Մայրաթորի օրհնությունը եւ ստանում ենք Մայրաթորի պատգամը ել ավելի լավ աշխատելու եւ ել ավելի մոբիլիզացնելու մեր ուժերը, մեր հնարավորությունները, որակյալ բուժօգնություն ցուցաբերելու մեր ժողովրդին։ Իզմիրլյան բժշկական կենտրոնում շուրջ 280 աշխատակից կա։ Սրբազան հայրն անուններով գիտի բոլորին։ Հանդիպում են գրեթե ամեն օր։ Բժիշկների եւ հոգեվորականների համատեղ աղոթքը բուժիչ զորություն ունի։ Աղոթքը ուժ ունի։ Աղոթքը Աստծո մեկ շնորհ փոխանցելու բացառիկ հատկություն ունի։ Ադարամար մեր արարողություններում գլխավոր նպատակը Աստծո բժշկարար ուժը հիվանդին հասցնելն է։ Տեր-Տաթև arczepiskopos Սարգսյանը կարևորում է հոգեվորականի ներկայությունը բժշկական հաստատություններում։ Նա հաճախ շրջում է հիվանդասենյակներում, ծանոթանում խնդիրներին։ Այսօր էլ նա անցավ սենյակներով, բժշկության աղոթք կարդաց եւ առողջություն մաղթեց բոլորին։ Ստելա Գևորգյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Արսենը նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սան է։ Միանգամից մի քանի խմբակ է հաճախում, բայց ամենաշատը պարի դասերն է սիրում։ Արսենն ասում է, պարը 10 օրում բեմադրել են, որ ցերեկույթի ժամանակ ներկայացնեն իրենց հյուրերին։ Իսկ հյուրերը Արարատյան հայրապետական թեմի երիտասարդներն են։ Ամեն տարի դեկտեմբերի 3-ին Հաշմանդամների միջազգային օրը Արարատյան հայրապետական թեմը տարբեր ծրագրեր է իրականացնում։ Մի շարք հաստատությունների շահառուների համար անհրաժեշտ իրեր ձեռք բերելով։ Այս տարի հավասար ենք խորագրով մի քանի այցելություններ կազմակերպեցին եւ առաջին կանգառը Խարբերդի մասնագիտացված մանկատունն էր։ Մեզանից յուրաքանչյուրը պիտի քաջ գիտակցենք, որ եթե մարդ Աստված մարդուն կյանք տվել է եւ այդ մարդը ապրում է այդ կյանքը, լավ թե վատ, առողջ թե ոչ առողջ, մենք ովքեր որ կարողանում ենք ինչ-որ բան անել, պարտավոր ենք նրանց կողքին լինել։ Պարտավոր ենք, որովհետև Աստծո կամքն է դա, որովհետև Աստծո պատվերն է դա։ Չէ որ Քրիստոս սեր էր քարոզում եւ թույլի կարիքավորի սահմանափակ կամ թույլ կարողություններ ունեցողի կողքին լինելը ամենամեծ սիրո դրսևորումը պիտի լինի։ Խարբերդի մանկատանն այս պահին 292 երեխա է ապրում, բոլորը հատուկ կարիքներով։ Մանկատան տնօրենն ասում է, բարեբախտաբար հոգատար աշխատակազմ ունեն, երեխաներն էլ այս պահին ապահովված են անհրաժեշտ ամեն բանով, սակայն հոգատար վերաբերմունքի, այցելությունների ու շփման պակաս միշտ կա։ Ընդհանրապես ընտանիքում էլ երբ որ դժվարություն ալենում մի որոշակի, երկարատև կամ կարճատև մարդիկ, հարևանները, բարեկամները, հարազատները, ընկերները հավաքվում են, որպես այդ մարդկանց հոգսը կամ գործը թեթևացնեն։ Մանկատանսաները միջոցառման համար որպես խորհրդանիշ էին ընտրել արևը եւ վերջում բոլորին կոչ արեցին ինչ որ մեկի համար արև լինել։ Աստղիկ Հակոբյան, Գևորգ Ավագյան, եկեղեցական կյանք։ Երևանի Արաբգիր համայնքի բարեգործական ճաշարանն է։ Ամեն օր այստեղ հաշմանդամություն ունեցող եւ կարիքավոր ավելի քան 100 տարեցներ անվճար տաք սնունդ են ստանում։ Հաշմանդամների միջազգային օրը նրանց այցելության են եկել նաեւ Արարատյան հայրապետական թեմի բարեգործական բաժնի աշխատակիցները։
Ամեն տարվա պես թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ հասարակական տարբեր կազմակերպությունների շահառուների համար հագուստի եւ կենցաղային պարագաների փաթեթներ են պատրաստվել հասարակական տարբեր կազմակերպությունների շահառուների համար։ Մենք ամեն տարի փորձում ենք առավել եւս ինչ որ բանով օգտակար լինել մեր հարազատներին, մեր քույրերին, եղբայրներին, մեր մայրերին եւ կուզեմ ասել, որ մեր շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր ջերմ սրտերին, ովքեր ուշադիր են, նրանց նկատմամբ, ովքեր կարծես հասարակության մեջ մի քիչ չեն երևում, այսօր երևում են, այսօր պետք է երգեն, պարեն, այսօր եկել է նվագախումբը, ուրախություն է լինելու եւ մենք փոխանցում ենք եւ մեր առաջնորդի օրհնությունը եւ մեր օրհնությունը, որ եկեղեցին եւ բարեգործական ակցիան միշտ միասին են, իրար կողքի են։ Մշտապես այս 20 տարի մեր կողքին է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանը, որից խորին շնորհակալություն ենք հայտնում, որ միշտ մասնակցում են, միշտ ուշադրություն են դարձնում մեր հաշմանդամներին։ Հաշմանդամները զգում են, որ իրանք միայնակ չեն, իրենց հոգատար վերաբերմունք կա եկեղեցու կողմից։ Արարատյան հայրապետական թեմի այս ակցիաները անց են կացվում հավասարենք խորագրի ներքո։ Այցելությունը Արաբգիրի բարեգործական ճաշարան այս տարի կազմակերպված բազմաթիվ նմանօրինակ միջոցառումներից միայն մեկն էր։ Նշան Աբասյան, Արտաշես Մաթևոսյան, Եկեղեցական կյանք։